21 TV-ի հավատարիմ հեռուստադիտողին մեծ սիրով ուրախությամբ դրական էներգիայով լցված օրդ բարին է 21 TV-ի եթերում եւ ես Անահիտ Կիրակոսյանս փորձելու եմ առաջիկա 1 ժամը լինել ձեզ հետ ստեղծել դրամատրություն ու կիսվել նաեւ մշակութային նորություններով։ Այս պայն առաջարկում եմ տեսահոլովակ արթնանալու համար, որից հետո կդիմավորենք տաղավարում մեր հյուրերին։ Մնացեք մեզ հետ, հետաքրքիր է լինելու։ Դե ինչ վերադարձանք տաղավար, առաջարկում եմ այս պահին դիտենք փոքրիկ անոնս, որից հետո ողջունենք մեր հյուրերին ու հասկանանք, թե ինչի համար ենք այսօր հավաքվել։ Եվ այսպես ինչպես տեսակ, մայիսի 28-ին եւ 29-ին թատրոն կայարանում տեղի կունենա Արագեղեցիկ եւ Շամիրամ ներկայացման առաջնախաղը։ Այս առիթով մենք ունենք հրաշալի հյուրեր ու շտապում եմ ներկայացնել ներկայացման ռեժիսոր եւ պիեսի հեղինակ Մելինե Ապիկյան, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ինչպես նաեւ չքնաղ դերասանուհիներ Շամիրամի դերակատար Արեգ Ապեպանյան, բարև ձեզ։ Ողջույն։ Եվ Նուարդի դերակատար Տաթև Պետրոսյան, ողջույն։ Ողջույն։ Արագեղեցիկ եւ Շամիրամ։ Դե հեսա երբ ասում ենք, միանգամից առնչվում ենք առասպելի հետ ու այնպիսի գործ է, որ միանգամից բոլորը կցանկանան գալ, տեսնել, դիպչել նաեւ այս ձեր ստեղծած տարբերակը, բայց վաղ չկար վերցնելու այս գործը, պատասխանատվություն, մոտեցում, պիես դարձնել։ Մի քիչ պատմեք դժվարությունների մասին եւ ինչու հենց այս գործը։ Ոչ վաղ չկար, որովհետեւ չեմ կարծում, որ ճիշտ է, երբ աշխատանքին լծվելուց առաջ վախն է քեզ առաջնորդում, պիտի առաջնորդի էնտուզիազմը, ցանկությունը եւ համարձակությունը քո սիրելի գործով զբաղվելու։ Իսկ ինչու այս գործը առհասարակ շատ մեծ ցանկություն ունեի հայկական ինչ-որ թեմայի անդրադառնալու եւ շատ սիրել եմ, միշտ առանձնահատուկ վերաբերմունք եմ ունեցել հենց այս առասպելի նկատմամբ դեռ փոքր տարիքից։ Ես չեմ կարող դա հիմնավորել, ինչու, բայց սիրել եմ միշտ եւ ուրախ եմ, որ տարիներ անց որպես իմ ռեժիսորական դեբյուտ հենց այս գործով եմ ներկայանալու։ Իհարկե վախերն էլ կան, անպագորգոր չհնչի, որ վախ չկա, բայց պիտի դա չլինի հիմքում։ Վախը որպես քեզ միշտ սթափ պահող էմոցիա պիտի ծառայի, բայց ոչ հիմնական տենց առաջ մղող ուժ։ Ինչքան ժամանակ տրամադրեցիք, ինչքան ժամանակում պիեսի վերածվեց գործը։ Արագ բավականին, որովհետև ես գիտեի, թե ինչ իդեա ունեմ եւ ինչ ֆորմայով եմ ուզում բեմադրել եւ բնականաբար լավագույն տարբերակը կլիներ հենց այդ, որպեսզի ես ինքս ստեղծեմ այն նյութը, որի վրա աշխատելու եմ։ Երկար չի տվել, որովհետև տեսարանները, ֆորման արդեն պատկերացնում էի եւ ըստ դրա կառուցել եմ բավականին արագ։ Արեգա, կարծում եմ ցանկացած դերասանուհու համար երազանքի պես մի բան է, գլխավոր դերակատարում Շամիրամ, Արագեղեցիկ եւ Շամիրամում լինել Շամիրամ։ Ինչ է քեզ համար այս դերը ստանձնելը, ինչպես ստացար առաջարկը։ Դերաբաշխումը, հա, ինչպես կատարվեց։ Նախ ասեմ, որ շատ շնորհակալ եմ հրավերի համար, հնարավորության համար։ Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր կին, աղջնակ կամ էլ երազում են խաղալ Շամիրամ, չգիտեմ, սա ինչ-որ մոգական երևի կերպար է, ինչ-որ բան կա այստեղ, որ բոլորը երազում են, ու իմ մեծագույն երազանքն է եղել այս դերը, ու միշտ ասում էի, Տեր Աստված, խնդրում եմ հանկարծ չլինի այնպես, որ ես ծերանամ ու Շամիրամ խաղացած չլինեմ, ու այնքան ես իմ մտքի մեջ պատկերացրի, որ եկավ այդ օրը։ Ասում են, չէ, վիզուալացրեք ձեր մտքերը։ Ու ես մտածում էի արդեն, որ ես մոռացության եմ մատնվել, որովհետև թատերականն ավարտեցի, իմ տարեկից ընկերներն արդեն ավարտեցին, մտածում եմ, որ արդեն վերջ, ես երևի ամբողջ կյանքը խաղամ միայն մնջախաղային դերեր, բայց մնջախաղներ շատ սիրում եմ։ Բայց ու ունեի վատ բնավորություն կամ միգուցե լավ, որ ես երբեք ոչ մի թատրոնի չեմ դիմել։ Ես սպասում եմ, որ ինձ պիտի զանգեին ու առաջարկեին, ու ինձ միշտ ասում էին, որ Արեգա հնարավոր է դա չլինի, բայց ես սպասում էի դրան ու Մելինեի կողմից որ ստացա այդ առաջարկը, դա ինձ համար մեծ երջանկություն էր։ Նախ որովհետև հասկացա, որ մոռացության դաշտից գալիս եմ
կամած բեմ ու այս դերով ու միանգամից sense արագ շատ շոկային էր։ Մի կողմից էլ շատ դաժան է լինել Շամիրամի դերում, որովհետև պատմությունից էլ առասպելից էլ գիտենք եւ ոչ մի կին չի ցանկանա երրորդի դերում գտնվել, բայց այստեղ շեշտը դնում ենք նրա վրա, որ եթե երկու մարդիկ միմյանց սիրում են, երրորդը այս պարագայում ավելորդ է։ Ինչքան էլ սիրում ես Շամիրամ, բայց Արան քոնը չէ, սիրում են Ուարդին եւ դրա հետ պիտի համակերպվես ու հաշտվես ու վերջում շատ փակագծեր չեմ բացում, բայց ամեն կին հաստատ ամեն աղջիկ կսովորի թե ինչպեսին կարելի է լինել եւ ինչպեսին կարելի է չլինել սիրային հարաբերությունների մեջ։ Այո, դասեր հաստատ կքաղեն։ Նուարդ, ինչ կասեք դուք։ Չարժե զրկելով իհարկե Շամիրամի կերպարը մեր գործում, մեր բեմականացված տարբերակում Նուարդին այստեղ մենք կտեսնենք ուժեղ սիրո ամենադրական եւ ապրեցնող տեսակի մեջ հակադրող Շամիրամի կործանիչ եւ սպանող սիրո Ես դիտարկում եմ սա ոչ թե արագեղեցիկ Շամիրամ, դիտարկում եմ որպես երկու կանանց սիրո, երկու ծայրահեղ տարբեր տեսակներ։ Եվ շատ գեղեցիկ լուծումներ ունի ներկայացումը հենց կնոջ հոգեբանության հիման վրա դրված։ Կնոջ սերը երկու տեսանկյունից եւ ոչ մեկը չի կարող արդարացնել կամ արժեզրկել մյուսի սերը, որովհետեւ այդպիսին է պատկերացումը այս մի կնոջ տարբերակում եւ այսպիսին է սերը իր բոլոր պատկերացումներով եւ դրսևորումներով Նուարդի տեսակի կանանց համար։ Եվ գործը այստեղ շահում է նաեւ նրանով, որ ինքը դառնում է համամարտկային սիրո պատմություն, այսպես կարելի է բնութագրել։ Յուրաքանչյուրը իրեն կարող է գտնել կամ մեր տարբերակում Ապիկյան Մելինեի տարբերակում այստեղ մենք նաև տեսնում ենք Նուարդին, որի մասին շատ քիչ է խոսվում առասպելում, առհասարակ երևի տենց անցումային է, չէ՞, ինչքան էլ որ կարդում լսում ենք, շատ թույլ է Նուարդի գիծը, մենք ուժեղացրել ենք իրան, առաջ ենք բերել հակադրելով Շամիրամի սիրո եւ սիրելու տեսակին։ Ով է Արա Գեղեցիկը։ Ուրեմն Արա Գեղեցիկի համար մենք ունենք երկու դերակատար։ Դուբլյոր հասկացա։ Այո։ Ես բախվել եմ առաջին անգամ, շատ հաճելի եւ հետաքրքիր է նույն դերակատարման վրա, երկու տարբեր դերասանների հետ աշխատել։ Խաղում են Ավագը Վարդանյան եւ Մեսրոպը Ապտոյան, երկուսն էլ խաղալու են առաջին օրը կամ երկրորդ օրը տարբերություն չկա, երկուսն էլ երկու գեղեցիկներին այո, երկու ավագ գեղեցիկը եւ Մեսրոպ գեղեցիկը այո, կներկայանան պրեմիերային, այդպես հիանալի դերակատարներ։ Մեր օրերում, արդի ժամանակներում դուք որպես ռեժիսոր ինչ ասելիք եք դրել այս ներկայացման մեջ, ինչ եք ուզում տեղ հասցնել հանդիսատես։ Ամենակարևոր հղումներից մեկը ինձ համար առհասարակ վերադարձ առասպելին, որովհետև շատ պարզ եւ մարդու կյանքի որակի վրա անդրադարձվող արժեքներ կան, որ այսօր մեր կյանքի պայմաններում մի տեսակ մոռացության մատնված են եւ երբ մենք խոսում ենք դրանց մասին, թվում է թե դրանք ինչ որ գրքից են կամ այո առասպելից են, էպոսից են, բայց չի կարող մարդը իր կյանքից հանել սերը, նվիրվածությունը, հայրենիքի հանդեպ եւ հանուն հայրենիքի կռիվը։ Այդ ամենը մի տեսակ արժեզրկվել է եւ երբ մենք վերադառնում ենք առասպելի միջոցով մեր մեջ արտնացնում ու վերաարժևորում ենք այդ կարևոր որակները։ Եվ նաեւ խոսում ենք այն մասին, որ ընդհանրապես շատ մարդկային են այն նշածս բոլոր որակները եւ բացարձակ ոչ վերամբարձ են, ոչ գրքային են, ոչ իրական են, շատ կարեւոր են մեզ համար ու մեր կյանքի համար։ Եվ ներկայացման միջոցով ես ուզում եմ ասել, որ թեև իմ հերոսները իրական չեն, որովհետեւ ամեն դեպքում նյութը առասպել է, այո, առասպել է, բայց ես
առաջին պլան եմ բերում մարդուն։ Եթե նույնիսկ ես խոսում եմ ու պատմում եմ արքաների մասին, ես ցույց եմ տալիս, թե ինչպես արքաների եւ թագուհիների մեջ այդ կերպարների մեջ ինչպես է ծնվել մարդկայինը եւ նվիրվածությունը, սերը, կրքերը, հայրենիքի համար կռիվը, այդ բոլորը մարդ կոչվելու պարտադիր պայմանն է։ Մենք չենք կարող ապրել առանց այդ ամենի։ Շատ կարևոր է դա։ Փորձերի շրջանից խոսեք եւ համագործակցության ռեժիսորի հետ, ինչպես սեանսային համաձայնություններ կամ հակառակը։ Նախ ասեմ, որ ես հրավիրված դերասանուհի եմ թատրոն կայարան, մտածում էի մինչև գալս, որ ոնց եմ համակերպվելու տնօրենի հետ, այո, ինչպես եմ խոսելու, ինչպես եմ շփվելու, բայց Փարքաստո առաջին օրվանից ես ընտանեկանը ջերմությունն եմ զգացել, ինչի համար Արտուրին եմ շնորհակալ, Կարո Քարաջյանին եմ շնորհակալ, Լիլիթին եմ շնորհակալ ու իմ Մելինեին եմ շնորհակալ, որ այս ամենամեծ հնարավորությունը ես ունեցա։ Շատ չեմ ասի, որ հեշտ է, բայց չեմ էլ ասի, որ բարդ է այն շրջանով, որ հա, մենք ունենք շատ կարճ ժամանակ, մենք ունենք հավաքվելու շատ կարճ ժամանակ, բոլորս ունենք սարսափելի ռեժիմներ, Մելինեն կփաստի, բայց ունենք մի կարևոր մոտիվացիա, դա անսահման մեծ էներգիան է, որ բոլորս ունենք ու այդ չիտկաների փուլից դեռ սկսած մենք հասկացել ենք, որ մենք արդեն ուզում ենք շարժվել ու ինչքան հնարավոր է արագ, որովհետև էլ չէինք դիմանում ու այդ մեծ երանդն է, այդ ուժն է, այդ էներգիան է, որ մենք սենց ուզում ենք գնալ առաջ ու Փարքաստո հստակ քայլերով գնում ենք եւ այս թատրոնում, չգիտեմ, բացի սիրուց, պրոֆեսիոնալ թիմից, այլ բան չեմ ստացել եւ ռեժիսորն էլ դե շատ շուտվանից էինք իրար ճանաչում, այնպես չի նոր ենք ծանոթացել, ես արդեն մոտավորապես ճանաչում էի իրեն, ինքը արդեն ինձ, թիմի հետ էլ ծանոթացա, իմ Նուարդի հետ նոր ենք ծանոթացել, բայց արդեն լավ հարաբերությունների մեջ ենք, չնայած պիտի չլինեինք, չէ, սա կատակի բանում։ Դե կյանքն այլ է, կյանքն է, բայց մեզ հարցրել են, ասում են դուք արդյոք շփվում եք իրար հետ։ Շփվում ենք, սիրում ենք իրար։ Հայաստանում ընդունված ձևաչափ է, կերպարը նույնականացնել անձի հետ մոռանալով մենք պրոֆեսիոնալիզմը։ Չէ, իրականում ես էլ շատ շնորհակալ եմ թատրոն կայարանին, որովհետև այդ ընդունելությունը, որ ես եմ իրենց մոտ ստացել, դա ուղղակի անգնահատելի է։ Ես շատ շնորհակալ եմ եւ Արտուրին Պետրոսյան եւ Կարապետին Քարաջյան առհասարակ հնարավորության համար, որովհետեւ գնալ եւ ասել բարև ձեզ, ես եկել եմ եւ ուզում եմ արագեղեցիկը բեմադրել, ամեն մեկը չի որ կասի այո, համեցեք, իսկ կայարան թատրոնում ինձ ընդունել են շատ լավ եւ միայն ամեն ինչ արել եմ, որպեսզի իմ գաղափարի առհասարակ ամեն ինչ արել եմ, որպեսզի ընդլայնվեն սահմանները իմ մտքի ու ստեղծագործելու շատ շնորհակալ եմ իրենց այդ վերաբերմունքի համար։ Հրաշալի, մեզ մնում է միայն եւս մեկ անգամ ձեզ հիշեցնել, սիրելի հեռուստադիտողներ, մայիսի 28-ին 29-ին թատրոն կայարանում տեղի կունենա Արագեղեցիկ եւ Շամիրամ ներկայացման առաջնախաղը։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը, գնացեք վայելեք ներկայացումը, կիսվեք ձեր կարծիքներով։ Ես էլ ողջունում եմ թատրոն կայարանի ողջ անձնակազմին եւ շատ ուրախանում իրենց նորություններով ու միշտ պատրաստ լուսաբանելու։ Չեմ դավաճանի իմ Նուարդին, որքան էլ դյութես, օ Շամիրամ, այսօր այսպիսին էր մեր եթերը, մնացեք բարով, սիրում եմ ձեզ, ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր առայժմ։